Բայց դա մենք պետք է գիտակցենք եւ միավորվենք քաղաքականությունը չեմ ուզում նույնիսկ մոտենալ բայց դեցեք Սոկրատն է Սոկրատը մի հատ խելոք բան է ասել է որ չկա քաղաքականություն արվեստ եւ արհեստ եւ գիտություն այդ ամենն է միասին է որ անը կյանք է Ինչ է քեզ համար արվեստը 14 ժամվա աշխատանք առաջի հերթին դա նայա որը չի կարա լինի նույնիսկ հարց չի կարող ծագել որ կարողան մի պահ լինի որ արվեստ չլինի թե օրվա ընթացքում թե նույնիսկ կենցաղի մեջ դա ուղղակի անպատկերացնելի բան է որ կարող է իմ կյանքում արվեստ չլինել դա աշխատանք է դա սեր է դա խոհանոց է դա ուղղակի հարազատ ու սիրելի մարդկանց հետ ժամանց է դա ամեն ինչ է Ենթարենք մարդը գնում է թանգարան սովորական մահկանացուն գնում է թանգարան ով որ ոչ արվեստագետ է ոչ շատ կարդացած է գնում է թանգարան նայում է նկար իր ընկալումը այդ նկարի ինչպիսին պետքա լինի նենց ոնց նկարիչը տեսնում է թե ոնց ինքն է կարողանում դա ընկալել Տես Արևիկ ջան ես քեզ պատասխանեմ իմ սեփական փորձով իմ նկարները ես երբեք չեմ անվանել որովհետև համարում եմ որ ամեն ոք ունի իրանք իր պատմությունը պատմել Երբեք չեմ անվանել, նույնիսկ համարում եմ, որ անվանում ես, կարող է սխալ ճանապարհով ես տանում մարդուն, ինքը ուրիշ պատմություն է ուզում տեսնել նկարի մեջ, առավել եւս, եթե դա աբստրակտ է։ Քրիստինա ջան, մի հատ շատ տենց միգուցե ծեծված, բայց կուզեմ քո կարծիքը լսել այդ հարցի շուրջ։ Կա հայկական արվեստ, թե դա ինչ որ դա առանձին ուղղություն է թե դա մեզ համար է ուղղակի հայ հասարակության համար է դա ընկալելի բոլորովին չէ ինձ թվում է մեր նարեկացին ապացուցեց որ հայկական արվեստը կարող է լինի համաշխարհային արվեստ նարեկացին դա ամենավառ օրինակն է որ իհարկե կա Իհարկե, եթե ես ճապոնացին ու նիդերլանդացին նկարենք այդ իմ, որ ինչից սկսեցինք մեր զրույցը, նույն կետում նկարենք նույն նատյուրմորտ, ամեն մեկի մոտ իր ընկալումը կլինի գույնային։ Դա էլ հենց մեր ազգային կոդն է։ Այդ ընկալումը դա մեր ազգային կոդն է, անպայման կա։ Ուրիշ հարց է թե ինչ որակի է այսօր մեր ազգային արվեստը։ Եվ ինչ ինտերպրետացիայի։ Այո, ցավոք սրտի ես կասեի մենք շատ կորված ավանդույթներ ունենք, որը մտավորականները ուղղակի կորցրել են ավանդույթները եւ արվեստագետները, ինչու, որովհետեւ դա դարերի ընթացքում հատուկ ոչնչացվել է, խմբագրվել է, հատուկ խմբագրվել է, որ մեր կոդը թաքցնեն, բայց դա հնարավոր չի, որովհետեւ ես զգում եմ դա իմ մեջ կա։ Ես չեմ կարող բացատրեմ ինչու ոնց, բայց ես համոզված եմ, որ այն ինչ որ ես անում եմ, դա ազգային է։ Քո աշխատանքներում շատ է արծարծվում դիցաբանության թեման, ավելի շատ հայկական դիցաբանության, եւ դու կարողանում ես շատ ճիշտ եւ մատչելի ինչ-որ տեղ մարդկանց դա հրամցնել դիզայնի տեսքով կլինի դա ճենապակու վրա նկար, շարֆի վրա նկար, ընդհանրապես կտավ ինչն է քեզ այդտեղ այդքան հրապուրում Դա երևի կոմպլեքս է, չեմ կարող ասել, որ դիցաբանությանը իմ համար հատուկ տեղագրավում
Դա ինձ համար կոմպլեքս է, ուղղակի իմ ինտելեկտուալ հետաքրքրությունների մեջ իմ կյանքի ամենաառաջի էտապում դա ինձ շատ է հրապուրել։ Նույնիսկ մենք տան ունեինք սովետական կարգերի ժամանակ միֆы и легенды Древней Греции կուն գիրք ունեինք, ինքը մաշվել էր արդեն, ես ինքան այդ գիրքը կարդացի, ու ինչ բան է գեները, որ հետո տղայիս ունեցա, նույն բանը տղայիս մոտ էր։ Ինքը 3 տարեկան էր, մինչև մենք Ոդիսականը չկարդայինք, Հոմերոսի Ոդիսականը, ինքը չէր քնում։ Նույնիսկ ինձ մանկապարտեզ հրավիրեցին, ասեցին ձեզ պետքա նկատողություն անենք, ուրիշները կարմիր գլխակի մասին են խոսում, ձեր տղան Ոդիսականի մասին է խոսում։ Դա իմ կյանքում միշտ եղել է, եւ ես համարում եմ մենք չենք լինի այն հայը, այն որակով հայը, որ այսօր կար, որ չունենայինք այդ ժառանգը։ Մենք չենք լինի այն առաջի քրիստոնյա հայը, որը չունենար այդ դիցաբանության ժառանգը, հասկանում ես ինչի մասին եմ խոսում։ Դու պետքա լինես շատ հարուստ առաջի դասարանում գիտելիքներով, որ ընկալես երկրորդ դասարանի գիտությունը։ Ու դրա համար մենք նարեկացի ենք ունեցել։ Գալավաստիկ։ Ինչ հարցնեմ մի րոպե։ Կարող երեխեք շատ եմ խոսում քիչ։ Չէ։